լույս, օրդ բարին սկսում է իր աշխատանքը 21 TV-ի եթերում ձեզ հետ, ինչպես միշտ Անահիտ Կիրակոսյանն է, լցված բարձր տրամադրությամբ, էներգիայով, դրականով եւ ուզում է լավ լիցքեր ձեզ փոխանցել, իսկ ինչ է պետք լավ լիցքեր ստանալու համար, նախ եւ առաջ լավ երաժշտություն։ Պատրաստ եք արթնանալու միասին, ուրեմն գնացինք։ Դե ինչ արթնացանք սիրելիներս, վստահաբար հիմա մտածում եք օրվա պլանների մեջ ինչ պիտի անեք, ոմանք նախաճաշ են պատրաստում, ոմանք էլ մտածում են թե ամառային արձակուրդները ինչպես են վայելելու, բայց ամռանը դեռ մնացել են հաշված օրեր, իսկ մեր եթերը շարունակվում է, այս պահին առաջարկում եմ դիտել մի տեսանյութ, որից էլ պարզ կլինի թե ով է լինելու մեր հյուրը, շատ հետաքրքիր հյուր ենք ունենալու, անդրադառնալու ենք ձեզ հուզող շատ հետաքրքիր թեմաներին, գնացինք։ Ով եմ ես և ինչով կարող եմ օգնել քեզ։ Ես Լենա Կարապետյան եմ, հոգեթերապևտ, զարգացման և հատուկ հոգեբան։ Ունեմ 10 տարուց ավել աշխատանքային փորձ, աշխատելով երեխաների, դեռահասների և մեծահասակների հետ։ Աջակցում եմ նաև զարգացման խնդիրներ ունեցող երեխաներին և նրանց ընտանիքներին։ Վարում եմ ծնողական խմբեր և կազմակերպում եմ մասնագիտական վերապատրաստումներ։ Եթե փնտրում ես աջակցություն, ճիշտ ուղղություն կամ պարզապես մի տեղ, որտեղ քեզ կհասկանան, արի միասին գտնենք քո խնդրի լավագույն լուծումները։ Դե ինձ սիրելիներս վերադարձանք տաղավար եւ տեսանյութից արդեն պարզ է, որ խոսելու ենք շատ հետաքրքիր թեմայից, այն էլ հոգեբանի հետ, սիրով ներկայացնեմ, այսօր մեր հյուրն է միասին հոգեբանական ծառայությունների կենտրոնի հիմնադիր, հոգեբան Լենա Կարապետյանը, բարի լույս։ Բարի լույս Անահիտ ջան։ Շատ ուրախ եմ, որ այսօր օրդ բարի տաղավարում եք։ Շնորհակալ եմ ձեզ նույնպես հյուրընկալելու համար։ Եվ կարծում եմ հոգեբանությունը առհասարակային թեման է, որ հետաքրքիր է բոլորին, առնչվում է բոլորի հետ, հատկապես այս վերջին շրջանում, բոլորն ասում են ստրեսի մեջ ենք, դեպրեսիայի մեջ ենք, խնդիրների մեջ ենք, սա ինչով է պայմանավորված, եղանակի փոփոխության հետ է, թե առհասարակ ինչ է կատարվում։ Նախ առաջինը կուզեմ ասել, որ ընդհանուր առմամբ ստրեսը եւ դեպրեսիան եւ ամեն ինչը ավելի շատ կապված են մարդկանց գիտակցությունից, այսինքն ավելի հիմա բարձրացել է մեր հոգեբանական կրթվածության մակարդակը, ու մենք սկսում ենք ավելի շատ մտածել մեր հոգեբանական վիճակի մասին։ Միգուցե եւ պայմանավորված է դրանով։ Հենց դրանով, հա։ Տեսեք, նախկինում ասում էին մենք հայերս հոգեբանների կարիք չունենք, ունենք հարևաններ, գնում ենք մեր ներսը դատարկում ենք, խոսում ենք, անցնում գնում է, բայց վերջերս հակառակը շատ էսպես դարձել է ինչու ոչ ճիշտ ու գրագետ մոտեցում, որ գնալ կիսվել հոգեբանի հետ, խոսել խնդիրների մասին, ինչն է փոխվել։ Փոխվել է էլի պետք է նշեմ մեր գիտակցության մակարդակը, եթե օրինակ նայում ենք շատ տարիներ առաջ եւ հիմա, ես նույնիսկ կարող եմ նշել, որ 17 տարի առաջ, երբ նոր սկսում էի հոգեբանության կարիերան սկսել, շատ բարդ էր ինձ համար սկսելը, որովհետեւ հոգեբանությունը նախ հոգեբան, հոգեբույժ տարբերությունը չէին առանձնացնում եւ տաբու թեմա էր մեր հոգեբանական շատ թեմաները, բայց ներկայումս մարդիկ ինչպես իրենց ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական առողջության են շատ հետևում եւ պետք է նշեմ, որ ներկայումս շատ են դիմում տարբեր հարցերով, շատ հետաքրքրված են հոգեբանական հարցերով, ինքնաճանաչում, ինքնազարգացում, ինքնավստահություն, ինքնագնահատական եւ շատ հետաքրքիր է, որ նաեւ հիմա շատ մեծ հետաքրքրություն կա նաեւ ծնողավարման թեմային, այսինքն շատ են ծնողներ դիմում, ովքեր ունենում են այս կամ այն խնդիրներ ծնողավարման մեջ եւ բաց են մասնագետի հետ քննարկելու այն բոլոր խնդիրները, որոնց բախվում են։ Ողջունելի է եւ իսկապես շատ հետաքրքիր լուծումներ են գտնում ծնողների հետ, երբ որ իրենք կարող են մի խնդիրի մեջ ապրել, հիմա իրենք բաց են, խնդիրը բարձրաձայնում են եւ արագ ստանում են խնդրի լուծման տարբերակներ։ Երբ որոշեցիք հիմնել միասին հոգեբանական ծառայությունների կենտրոնը։ Միասինը գործում է արդեն 3 տարի, աշխատել եմ տարբեր կազմակերպություններում, բայց ինձ թվում է հասունացավ պահը, որ ունենաք ձերը։ Այո, որտեղ նպատակը ինչն էր միասին, այսինքն միասին երեխայի հետ, միասին ծնողի հետ, միասին դեռահասի հետ կարող ենք ցանկացած խնդիր լուծել։ Միշտ խնդիրը, եթե մենակով ես դեմը դուրս գալիս, ինքը շատ ավելի բարդ եւ մեծ է թվում, իսկ եթե կողքիդ է ճիշտ մասնագետ, ճիշտ մարդ, ով որ կարողանում է քեզ ցանկացած խնդրում, ցանկացած խնդրային իրավիճակում այլ ընտրանքային տարբերակներ
ծնողներով օգնել, խնդիրն ավելի լուծելի է դառնում։ Քանի որ քիչ առաջ նաև խոսեցիք ծնողավարումից, ծնողներից եւ առաջ եկած խնդիրներից, առաջարկում եմ, որպեսզի ծնողները ավելի մոտենան եւ լսեն մեր զրույցը, որովհետեւ այսօր խոսելու ենք հենց այդպիսի մի թեմայից, երեխայի թույլատրելի սահմաններից։ Կարծում եմ այսօր ավելի քան արդիական թեմա է եւ շատ ծնողներին հուզում է։ Ի վերջո, որոնք են այդ սահմանները թույլատրելի եւ ոչ թույլատրելի, ինչպես տարանջատել, ինչպես որպես ծնող մոտենալ, ինչպես երեխային մոտենալ։ Շատ լավ։ Իսկապես շատ արդիական ու կարևոր թեմա է, Անահիտ ջան, որովհետև ներկայում է շատ լուրջ խնդիր կա։ Ծնողները կարծես բաժանվում են երկու խմբի։ Մի խումբը, որը ասում է, որ պետք է շատ պետքաներով, այսինքն երեխային մեծացնել, եւ մյուսը, այո, իսկ մյուս խումբը ասում է, որ ընդհակառակ պետք է ազատ լինել եւ ոչ մի չկարելիները չի կարող օգնել երեխային։ Պետք է նշեմ հետեւյալ միտքը, որ երեխայի ազատությունը սկսվում է սահմաններից։ Միգուցե հակասական է հնչում, բայց ես կներկայացնեմ բոլոր այն փաստարկները, որոնք կփաստեն, այո։ Նախ փորձենք հասկանանք ինչ է թույլատրելի սահմանները։ Թույլատրելի սահմանները ծնողների կողմից, կարևոր է նշել ծնողների կողմից, սահմանված հստակ եւ հասկանալին սահմաններն են, որոնք թույլ են տալիս երեխային սովորել ինչն է կարելի եւ ինչը ոչ։ Նախ պետք է նշեմ, որ սահմանափակումներն ու արգելքները պետք է լինեն յուրաքանչյուր երեխայի կյանքում, անկախ տարիքից եւ ոչ միայն երեխայի, այլ նաեւ բոլորիս կյանքում պետք է լինեն, որովհետեւ սկսած կյանքից ամեն ինչն ունի սահմաններ եւ այդ սահմանները թույլատրելի սահմանների գիտակցում ինչքան փոքր տարիքից երեխային սովորեցնենք, այնքան ինքը հասուն տարիքում քիչ խնդիրներ կունենա։ Իսկ ինչու են անհրաժեշտ այդ սահմանները։ Անհրաժեշտ են, քանի որ նախ առաջինը սահմանները ծնում են պատասխանատվություն երեխայի համար եւ ինչպես նաեւ ստեղծում են կայունություն եւ ապահովություն։ Եթե երեխան գիտի ինչ է իրենից սպասվում, ցանկացած իրավիճակում վարքային մոդելներին ծանոթ է, ապա ինքը ցանկացած իրավիճակում կարող է ինքը ոնց որ խնդրային իրավիճակից դուրս գալ, հանգիստ լինել, ապահով լինել, որ ինքը զինված է ցանկացած գիտելիքով, որը իրեն կօգնի ցանկացած խնդրային իրավիճակում դուրս գալ։ Չկա ավելի թույլ երեխա, ով որ մինչև սխալներից մեկն է իհարկե դա մեր ծնողները, որ վախենում են, որ կվնասեն չիկալիները ասելով երեխային կվնասեն կյանքում, եկեք հասկանանք հետեւյալ միտքը, որ ինչքան սխալ է այս մոտեցումը։ Մենք կարող ենք երեխային իդեալական այդ ամեն ինչը տալ մինչև 3 տարեկանը մաքսիմում։ Դրանից հետո ինքը արդեն գնալով նախադպրոցական հաստատություն, դպրոցական եւ արդեն ավելի հասուն միջավայր մտնելով ինքը պատրաստ չի հասուն կյանքին, որովհետեւ ինքը չունի որոշակի շփման հմտություններ, որոշակի սահմանների գիտակցում, չէ՞ որ ամեն ինչ չի որ մեր կյանքում թույլատրվում է, ու մեզ կարող է թույլատրել միայն մեր ծնողը, այդ էլ որոշակի միջավայրում։ Դրա համար շատ կարևոր եմ համարում, որ ծնողը դեռևս փոքր տարիքից կարողանա ճիշտ սահմաններ գծել երեխայի համար, ճիշտ վարքային մոդելներ, որը երեխային ցանկացած իրավիճակում կօգնի դուրս գալ ցանկացած խնդրային իրավիճակից։ Իսկ ինչ ասել է թե առողջ սահմաններ, որտեղ է այդ սահմանը, հա, ճիշտ սահման գծելու։ Շատ ճիշտ է, առողջ սահմաններ գծելու հետ կապված կատարել հետևյալ 3 քայլերը, մասերը, այսպես ասած, առողջ սահմանները ինչ են ենթադրում։ Առաջին մասով վերբալիզացնում ենք երեխայի պահանջմունքները, այսինքն խոսակցական տարբերակով բացատրում ենք երեխային, որ ես հասկացել եմ քո ցանկությունը, հասկանում եմ քո պահանջմունքը։ Երկրորդ կետով, արդեն երկրորդ մասով ներկայացնում ենք բայց ինչու, այսինքն տալիս ենք հստակ սահմանում, բացատրություն, որովհետև չի կարելի այս իրավիճակում եւ երրորդ ամենակարևոր կետը տալիս ենք երեխային այլընտրանք։ Այսինքն երեխան ցանկացած իրավիճակում պետք է ունենա այլընտրանք եւ ծնողների ամենամեծ սխալներից նաեւ կայանում է նրանում, որ ծնողները շատ հեշտությամբ կարող են արգելակել, այսինքն սահմանափակել գործողությունը, թույլ չտալ անել, չեն տալիս բացատրություն ինչու չի կարելի եւ կարեւոր է նշել ինչու չի կարելի, ինչ այսինքն վարքային մոդելի հետևանքով է ինքը զրկվում այս կամ այն ցանկություն ասեմ, պահանջմունք ասեմ եւ նաեւ պետք է նշվի ինչքան ժամանակով ինքը զրկվում իր ուզած, այսինքն վարքաձևը։
Եվ ամենակարևոր այլընտրանքը երեխան պետք է միշտ ազատ լինի նաև ընտրության հնարավորություն ունենա, կարողանա ցանկացած իրավիճակում ունենալ գոնե 2 այլընտրանքային տարբերակ։ Ես բերեմ մի օրինակ, շատ են ծնողները ինձ դիմում տարբեր հարցերով, որ երեխան չի լսում, կապրիզներ է անում, հագուստի օրինակը բերեմ, օրինակ դրսում ցուրտ է եւ մեզ պետք է որ երեխան գլխարկ դնի դուրս գալուց առաջ, բայց երեխան չի ուզում դնել։ Ինչ ենք անում, տալիս ենք երեխային ազատ ընտրության հնարավորություն։ Ոնց ենք անում, վերցնում ենք 2 գլխարկ եւ երեխային այո, այսինքն շեշտը դնում ենք ընտրության վրա, այսինքն դու ազատ ես, կարող ես ընտրել, դու կարող ես քո ընտրությամբ որոշել որը, բայց ոչ թե կարող ես ընտրել դնել կամ չդնել, այլ պետք է ընտրես որը ուղղակի դնել։ Հիմնականում երեխաների մեծ մասը չեն կենտրոնանում, արդեն հիմնական են ինչի համար են իրանք կապրիզանում, այլ կենտրոնանում են, որ իրենք ինքնուրույն ընտրում են։ Այ ես այդպես 6 տարեկան է տղաս, երբ չի հավաքում իր հետևից, հա, ասում եմ Մեհեր ջան, դու հիմա կհավաքես, թե հաց ուտելուց հետո, այսինքն էլի տալիս եմ այդ ընտրության հնարավորություն, ինքը արդեն ասում է, չգիտեմ, ճաշելուց հետո, ասում եմ շատ լավ, ուրեմն ճաշելուց հետո։ Կարևորը այդ ճիշտ մոտեցումն է։ Այ նշեցիք, որ փոքր ժամանակվանից մինչև 3 տարեկան այդ շրջանը շատ կարևոր է։ Ինչ անեն այն ծնողները, որ արդեն բաց են թողել այդ շրջանը։ Հնարավոր է արդյոք 3-ից հետո էլ, չգիտեմ, 5-6 տարեկանում այսօր թեկուզ հոգեբանի միջոցով հասնել այդ բալանսի, որ այդ կապրիզները կամ չլսելը եւ այլն։ Նախ ցանկացած խնդիր երեխայի հետ պետք է լուծել, սա իմ նաև անձնական կարծիքն է, որ պետք է լուծել մինչև դեռահասություն։ Դեռահասության տարիքում սահմաններ գծելու կամ մնացածի հետ կապված խնդիրներ չեն լուծում, ավելի շատ դեռահասությունը այլ նպատակ է ծառայում, այսինքն ծնողը այլ դեր է կատարում։ Պետք է հաշվի առնել, որ նախ սահմաններ գծելուց պետք է հաշվի առնել երեխայի տարիքային առանձնահատկությունները, պետք է հաշվել երեխայի անհատական առանձնահատկությունները, երեխայի կարիքները եւ այդ ամենը հաշվի եթե առնի ցանկացած ծնող, գիտակցի տարիքային առանձնահատկությունները երեխայի եւ եթե չկարողանա իհարկե մասնագետի աջակցությամբ կարող է հասնել ցանկացած տարիքում իսկապես հնարավոր է վերագտնել հարաբերությունները, եթե կա ցանկություն, եթե կա աշխատելու իհարկե անկեղծ ցանկություն եւ նաեւ օգտագործում այդ ցանկությունը հնարավորություն է դարձնում։ Կարող են սկսել նրանից, որ սկսեն լսել երեխային։ Ոչ թե խոսել երեխայի վրա, այլ երեխայի հետ։ Շատ ծնողներից եմ լսում, որ ասում եմ, այ վերջի անգամ երբ ես խոսել երեխայի հետ, ասում է 3 ու իրավիճակը ներկայացնում, ասում եմ վրա չէ, հետ, երբ ես խոսել իր հետ, երբ ես խոսել իր զգացմունքների մասին, երբ ես փորձել հասկանալ ինքը ինչ է ուզում, ինչի կարիք ունի, եւ նաեւ սահմաններ գծելու դեպքում էլ է շատ կարեւոր, որը թույլ են տալիս սխալները, ծնողները չեն անդրադառնում երեխայի ցանկություններին, պահանջմունքներին, կարիքներին։ Երբեմն ծնողները օրինակ շատ է լինում, որ բերում են, ասում են ուղակի կապրիզանը։ Չէ, ոչ մի երեխա, եթե սիրված է, ամեն ինչ իր համար, այսինքն լավ է, բավարարված է ինքը, ոչ մի կարիք չունի կապրիզի։ Ոչ մեկ կարիք չունի ինչ-որ մեկին ինչ-որ մի բան ապացուցելու։ Եթե ինչ-որ մեկ ինչ-որ մի բան է ապացուցում, այդ նշանակում է ինքը ունի ներքին խնդիր, որը ուզում է այդ վարքային բացասաբար մոդելների միջոցով հասնել դրան։ Եվ պետք է նշենք նաև հետևյալ միտքը, որ ցանկացած երեխա կարիք ունի ուշադրության եւ կապ չունի, եթե ինքը դրականով չի կարողանում հասնել այդ ուշադրությանը, ինքը պատրաստ է նաև բացասական վարքաձևով հասնի դրան։ Օրինակ բերեմ, շատ է լինում, որ տարբեր հանդիսատեսով միջավայրում երեխաներն առավել իրենց վատ են պահում։ Մի օրինակ, որտեղ օրինակ մենք հյուր ունենք եւ երեխան առանձին գնացել է իր սենյակում զբաղվում, այսինքն մեզ չի խանգարում։ Հավանականությունը, որ ծնողը կընդհատի իր այդ հյուրի հետ զրույցը եւ կգնա երեխային կասի ապրես, կեցես, որ դու հիմա մեզ չես խանգարում, քեզ հետաքրքիր զբաղմունք ես գտել, այսինքն ամրապնդում կա դրական վարքաձևի, բայց երեխան այդ գիտակցում է, որ ինքը այսինքն չկարողացավ դրականով հասնել ուշադրության մամայի կամ հյուրի, ինքը ընտրում է հակառակ տարբերակը։ Բայց սականապահում որպեսզի ուշադրություն գրավի։ Այսինքն իր ցանկացած երեխա հատուկ միտված չի ինչ-որ մի վատ բան անելու։ Ինքը ընդամենը ունի մի բազային, ոչ մի 3 բազային պահանջմունքներ, ինքը ուզում է լինել սիրված, ընդունված ու պաշտպանված, իհարկե ում կողմից, ծնողի կողմից։ Շատ հետաքրքիր է, կարծում եմ այսօր նաև շատ ծնողներ ունեն խնդիր կապված հեռախոսների հետ, որովհետև դարի հիվանդությունն է, երեխան դեռ ծնված օրվանից տեսնում է ծնողի ձեռքում հեռախոս եւ բնականաբար
փոքր տարիքից արդեն ցանկանում է ունենալ։ Ինչ խորհուրդ կտաք եւ ինչպես անել, որ դա գոնե չլինի հաճախ։ Էլի ոնց սահմաններ գծել։ Նախ ցանկացած սահման գծելուց պետք է այդ սահմանը ունենանք մենք, այդ սահմանի գիտակցումը։ Մենք որպես ծնող, տեսեք շատ են ինձ ասում, օրինակ ծնողի որ որակն է, ծնողին ամենաշատը օգնում ծնողավարման մեջ։ Ես ասում եմ լինել մոդել։ Այսինքն եթե դու բարի ես, քո երեխան էլ կլինի բարի։ Եթե դու չար ես կամ երեխայդ ասում ես, «Էս ինչ բան է, ես ստում եմ, բայց դու մի ստի»։ Ես էս ինչ բան անում եմ, բայց դու էս մի արա կամ նույնիսկ չենք էլ բարձրաձայնում մեր արածը, երեխաները տեսնում են, ոչ թե լսում։ Իհարկե, եթե ծնողը ամբողջ օրը հեռախոսով է զբաղված կամ այս կամ այն վնասակար սովորություններով է տարված, բնական է, որ երեխան էլ կունենա այդ ամենը։ Ուղղակի ցավալի է, ծնողը իրանը չի նկատում, բայց երեխային շատ ակնհայտ նկատում է ու բարձրաձայնում է։ Ես եզակի հոգեբաներից կլինեմ, ով որ կասի, որ գադջետն էլ է պետք երեխային, որովհետև պետք է ամեն ինչ իհարկե շատ ճիշտ օգտագործել եւ ճիշտ սահմանափակումներով օգտագործել։ Տեղին ու ճիշտ ժամանակահատված։ Մինչեւ իհարկե 2 տարեկանը չի խրախուսվում եւ բացի վնասից ոչինչ չի կարող տալ, բայց կարելի է օրինակ 2 տարեկանից հետո, չեմ ասում շատ մեծ ժամանակահատվածով, օրինակ 5-10 րոպեով տարբեր նյութեր տալ, տրամադրել եւ պետք չի ոչ մի բան կյանքում sense խիստ դնել, որ չի կարելի։ Կյանքում ամեն ինչ կարելի է, եթե չի վնասում երեխայի կարիքներին եւ սոցիալական, այսինքն միջավայրին չի վնասում։ Պետք է գտնել այդ ճիշտ սահմանը ամեն ինչի։ Եթե մի ծնող օրինակ ասում է, ես երբեք չեմ թույլատրում իմ երեխան քաղցր ուտի, այդ իմ համար խնդիր է, որովհետև չի կարելի, նույնիսկ ամենավատ բանը պետք է երեխան փորձած լինի կյանքում։ Եթե ասում ենք հեռախոսը չի կարելի օգտագործել, այդ երեխան կգա մի օր ու հենց ինքը կունենա կախվածություն եւ ոչ թե այն երեխան, ով որ ցանկացած պահին հեռախոսը սեղանին դրված է ու ցանկացած մարդ կարող է օգտվել հեռախոսից։ Ինքը հետաքրքրությունը դրսում պետք է գտնի, այլ ընտրանք պետք է առաջարկենք։ Երեխային չեն կարող ասել չի կարելի հեռախոսով զբաղվել, եթե մենք այլ ընտրանք չենք առաջարկում։ Ոչ մի երեխա, եթե ինձ ինչ-որ ծնող կա ասի, որ ոչ մի տարբերակ չեն գտնում երեխային հեռախոսից անելու, ես չեմ հավատում, որովհետև բոլոր երեխաները բնատուր ոնց որ ունեն շփվելու ցանկություն, բայց այդ պետքա ճիշտ կարողանալ պահել, որպեսզի իսկապես հասուն տարիքում կարան կորցնեն շփվելու ցանկությունը, բայց ոչ մի երեխա, եթե այլ ընտրանք ունենա հեռախոսով զբաղվելու, թե մամայի հետ զբաղվելու կամ պապայի հետ, ինքը միանշանակ ընտրելու է ծնողին է։ Եթե նույնիսկ ծնողը ամեն անհետաքրքիր խաղն առաջարկում, եթե ծնողը նույնիսկ չի բավարարում երեխայի շատ պահանջմունքներ, պետքա, բայց այդ տարիքային է, ինչ որ մի փուլ հետո մենք կորցնելու ենք այդ հմտությունը, այսինքն այդ երեխային էլ կարող է չհետաքրքրել շատ բաներ, այն ինչ որ մենք առաջարկում ենք։ Անչափ շնորհակալ եմ, իրականում այնքան հետաքրքիր է ու այնքան ճիշտ թեմաներին ենք, այսպես ասած, անդրադառնում ու բարձրացնում, որ վստահաբար կարող ենք անվերջ շարունակել այսօրվա եթերը, ցավոք, եթե ժամանակը արդեն սպառվում է, բայց ես ուզում եմ նաև մեր ծնողների համար, երեխաների համար ասենք հասցեն ու ինչպես կարող են գտնել ձեզ, հա, սա շատ կարևոր է, որովհետև կան թեմաներ, որոնք չշոշափեցինք, բայց վստահաբար ցանկություն կլինի գալ կենտրոն եւ իմանալ։ Միասին հոգեբանական ծառայությունների կենտրոնը գտնվում է Մանթաշյան 41 հասցեում, ճիշտ է։ Ձեզ կարող են նաև գտնել էջով, Instagram-յան, Facebook-յան։ Այո, Instagram-յան մասնագիտական էջ ունեմ, որտեղ անդրադառնում եմ հոգեբանության արդի մի շարք թեմաների եւ կիսվում եմ նաև իմ աշխատանքային ընթացքներից։ Այսա նաև շատ կարևոր է, սա այն դեպքերից է, երբ սոցիալական ցանցերը եւ կայքերը մենք օգտագործում ենք ի օգուտ եւ ոչ ի վնաս, ինչպես եզոպոսներ ասում, լեզուն կարող է խոսել եւ ճշմարիտ բաներ եւ չար բաներ, մենք ընտրում ենք այս պարագայում ճշմարիտը։ Մեր հյուրներ այսօր միասին հոգեբանական ծառայությունների կենտրոնի հիմնադիր հոգեբան Լենա Կարապետյանը, զրուցում էինք շատ հետաքրքիր, կարևոր ու արդի թեմաներից։ Անչափ շնորհակալ ենք ձեզ զրույցի, խորհուրդների ու կարևոր մեսիջների համար, որ այսօր տվեցիք եթերում, շնորհակալություն։ Շնորհակալ եմ ձեզ հրավերի համար, շնորհակալ եմ հետաքրքիր քննարկման համար։
Դե ինչ, սիրելի ծնողներ, սիրելի հեռուստադիտողներ, խնդրում եմ ուշադիր եղեք ձեր երեխային, իսկապես խոսեք նրա հետ, շփվեք նրա հետ եւ ոչ թե խոսեք նրա վրա այս կամ այն բանի համար։ Սա շատ կարեւոր մի հատկանիշ է, որ շատերս մոռանում ենք երբեմն ու մեղադրելով երեխային առաջին հերթին պետք է նայենք մեզ ու տեսնենք մեր սխալները, ինչպես նշեց այսօր մասնագետը, մենք իսկապես օրինակն ենք մեր երեխայի համար, այնպես որ հետևենք մեզ, որպեսզի նրանք էլ ընդօրինակեն մեր լավ կողմերը։ Այսօրվա համար նախատեսել ենք այսքանը, ձեզ հետ էր Անահիտ Կիրակոսյանը, մնացեք բարով։